10 տարուց ավելի ոլորտում մոտ 400,000 հետևորդներ սոցիալական ցանցերում։ Սյունե և Գոհար Ավագյաններն այսօր մատնահարդարման ոլորտում ամենահայտնի ու պահանջված դեմքերից են։ Նրանց ճանաչում են ոչ միայն Սյունե Nail Studio-ի հաճախորդները, այլև սոցիալական ցանցերի օգտատերերը։ Համացանցում քույրերը հայտնի դարձան ինչպես իրենց պրոֆեսիոնալիզմով, այնպես էլ մարդկային անմիջականությամբ ու անկեղծ կոնտենտով, հաղորդումներով ու սեփական բրենդի մատնահարդարման նյութերի ստեղծմամբ։ Մատնահարդարները ժլատ չեն փորձի փոխանակման հարցում։ Դրանք հերթական սեմինարն էին կազմակերպել, որի ընթացքում մասնակիցների հետ կիսվեցին տարիների իրենց փորձով ու խորհուրդներով։ Ես այսօր իմ գիտելիքները կիսեցի աղջիկների հետ, այն աղջիկները, ովքեր որ միշտ ասում են գալիս են ինձ մոտ, միշտ ես իրենց ինձ եմ նմանեցնում ու հասկանում եմ, որ երբ որ գալիս են քո մոտ, ուրեմն ունեն քո կարիքը։ Դու պետքա ազնիվ լինես ու ազնվորեն տաս այն ամենը, ինչը որ դու ունես քո սրտի խորքում։ Մենք շատ ենք կազմակերպում նմանատիպ սեմինարներ, բայց այս սեմինարը այնքան ջերմություն ստացա աղջիկներից, նմանավանդ այն պահը, երբ որ ես ներս մտա, ու այդ ջերմությունը միանգամից զգացի, իրանց ժպիտներից, իրանց ծափահարություններից, աննկարագրելի ուղղակի զգացմունքներ էին։ Տարիներ առաջ Սյունե Ավագյանի մասին շատերը լսեցին TikTok-ից, բայց քչերը գիտեն, որ սոցիալական հարթակում տեսանյութեր տեղադրելը նրա քրոջ Գոհարի գաղափարն էր։ Ասեցի, Սյունե, քո անունը դու յուրահատուկ ես, ու դու երբ որ մտնես այս սոցիալական հարթակի մեջ, դու ուղղակի յուրահատուկ ես լինելու ու դու կարողանալու ես քո անունը բարձր պահես ու դու Սյունեն դառնաս։ Մատնահարդարման ոլորտում Սյունեն առաջինը սկսել, ես ընդհանրապես չէի սիրում, չէի ուզում կատարել այդ աշխատանքը, բայց ինքը ինձ տիպողաբար ուղղակի սովորեցրեց, բայց ես հիմա ուղղակի անսահման սիրում եմ մատնահարդարումը ու շնորհակալ եմ իրեն, որ ինքը ինձ սովորեցրել է։ Սյունեն իր կարիերան սկսել է ոչ որպես մատնահարդար։ Պրոֆեսիոնալ նվաճումներին հասել է ինքնուրույն, սեփական հետաքրքրության արդյունքում, որը գալիս է մանկությունից։ Քանի որ մի փոքր սալոն ունեի, այդտեղ վարսահարդարում էի անում, անընդհատ մատնահարդարի պահանջարկը շատ էր, ու ես փոքր ժամանակվանից էլ միշտ մատնահարդարում էի անում, երևի հիշում եք, այն մեր թվականների 90-ական սենց ացելիներ կար, տանում էի հետս, որ դազղեկս չէր տեսնում, պահում էի, որ տեսնում էր միջանցքում, որացիտոն չունեի, գնում մաքրում էի, միշտ ինչ-որ մի տեղից գալիս էին, երեխաներին հարցնում էին, ասում էին, դուք ինչ եք դառնալու, ամեն մեկը մի բան էր ասում, այն ժամանակ բյութի ոլորտը այդքան շատ զարգացած չէր, ես ասում էի, ես սալոն եմ ունենալու, ես շատ հայտնի եմ դառնալ, բոլորը ծիծաղում էին, ասում էին, այն ժամանակ այդքան շատ զարգացած չէր, էլի սալոնային աշխատանքը, ես իմ նպատակը կատարեցի։ Որքան էլ քույրերը տարբեր են, ասում են, գործում դա ոչ միայն իրենց չի խանգարում, այլև լրացնում է։ Մենք կրակ ու ջուր ենք, Սյունեն կրակն է, ես ջուրը։ Ես միշտ իրան կարողանում եմ հանգցնեմ, դե իհարկե վեճեր լինում են, բայց մեզ մոտ այնց վեճեր չի լինում, որ մենք իրարից բաժանվենք ու այդ բարեկամական կռիվները լինի գումարի համար կամ ինչ-որ բանի համար, կռիվներ ենքան թեթև բաների համար է լինում, տենց տարաձայնություններ չենք ունեցել, փառք Աստծո։ Մատնահարդարները փաստում են, ինքնուրույն մասնագիտական հմտություններ ձեռք բերելը դժվար է, բայց կարևոր է չհանձնվել ու գնալ նպատակի հետևից։ Այսօր Սյունեն ու Գոհարն ունեն աշակերտներ աշխարհի տարբեր երկրներից։ Նրանց ու սեմինարի մասնակիցների հետ մատնահարդարները կիսվում են ոլորտում գոյատևելու ու առաջ գնալու ամենակարևոր խորհուրդներով։ Ես միշտ ասում եմ, որ գիտելիքի դեմ համարյա թե ամենից ծնկի է գալիս, մենք պետքա շատ սովորենք, շատ ձգտում ունենանք, չկոտրվենք երբեք ոչ մի բանից, եթե գիշերը գլուխներս դնում ենք բարձին լացում ենք, առավոտյան պետք է մի հատ սառը ջրով ցնցող ընդունենք ու նորից սկսենք նոր կյանք, նոր առավոտ։ Սեմինարին ներկա են նաև Սյունեի ու Գոհարի ընկերները, ովքեր խոսում են ոչ միայն նրանց մասնագիտական մակարդակի, այլև մարդկային արժեքների մասին։ Սյունե եւ Գոհար Ավագյանները ինձ համար այն եզակի տեսակներից են, ովքեր իրենց ուժով ապացուցել են, որ բոլոր փորձություններից զատ կա այն կանացի ուժը, որը կարող է հաղթահարել ցանկացած բան, եւ եթե դու քո ոլորտում իսկապես մասնագետ ես, ապա միանշանակ հաջողում ես։ Գոհարի եւ Սյունեին ճանաչում շատ վաղուց, ներողս Արցախից, այսպիսի մասշտաբային միջոցառում, իրենց մասշտաբային միջոցառումները շատ հաճախ են լինում։ Սա առաջինն է, որին ես ներկա եմ, բայց միջովետ տեսել եմ տեսանյութերով բոլորը ու
հիանում եմ իրենց թե մարզտեսակով, թե կազմակերպված մասշտաբային միջոցառումներով։ Մասնակիցներից շատերը խոստովանում են, մատնահարդարների հետ անձամբ շփվելն ու նրանց խորհուրդներին ծանոթանալը մասնագիտական ձեռքբերում ու մեծ ոգևորություն էր։ Եղել եմ այս տարի 5 սեմինարի, վերապատրաստվել եմ, բայց այսպիսի մեծ ու շատ գերհագեցած վերապատրաստում դեռ չէր եղել։ Շնորհակալ եմ շատ Գոհարից, Սյունեից, օրը շատ լեցուն հագեցած թե գիտելիքների առումով եւ թե հյուրերի ցանկով շատ տպավորված եմ։ Այս օրը իմ համար կոնկրետ երազանք էր հանդիպել Սյունեից ու սեմինարը ուղղակի արտակարգ անցավ, շատ շնորհակալ եմ, եթե 100 անգամ լինի, ես այդ 100-ին էլ պատրաստ եմ գալ, որովհետև բացի մատնահարդար լինելուց իր մեջ շատ սիրում եմ իրենց մեջ, շատ սիրում եմ իրենց մարդ-տեսակը ու ոլորտում եմ 6 տարի ու իրանք իմ մոտիվացիայի աղբյուրներն են, ես շատ շնորհակալ եմ իրենց։ Սեմինարն ավարտվեց բարձր տրամադրությամբ, DJ, պարեր ու խաղարկություն։ Սյունե Nail Studio-ի ծառայություններից կարող եք օգտվել Կոմիտաս 1 հասցեում գործող սրահում։